տարբերություն չկա։ Շարունակելով որ Թախմազյանը ներկայումստեղ խնդրեմ մոտեցեք անգամին։ Ներկայացեք ձեր անունն Այլյանն, հա։ Տեր Թադեքարյանը կամ Արամայիս Թախմազյան Դավթի։ Ըստ անձնագրի։ Ըստ անձնագրի Արամայիս Թախմազյան Դավթի։ Ծննդյան ամիսի տարեթիվը 1989 թվականի հունվարի 27։ Անգելիքով դատանը պարզաբանում է, որ պարտավոր չէ ցույց տալու ձեր ամուսնու ձեր մերձավորվածականների եւ նույն ժամանակ դատարանը դες պարզաբանում է, որ ձեր այդ հաստատությունները կարող են օգտագործվել որպես ապացույց։ Հարցաքննության ընթացքում դուք կարող եք օգտվել գրառումների ձեր նշումներից, որոնք նախագահի պահանջով պետք է ներկայացնեն դատարանին, որոնք կարող են կրթվել քրեական բարդի նյութերին։ Դատարանը դες նախազգուշացնում է, որ պարտավոր է ճշմարտացի ցուցմունքով, ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվել դեպքում կենթարկվել քրեական պատասխանատվության քրեական օրենսգիր 503 եւ 504 հոդվածներ։ Խնդրում եմ ստորագրեք, որ նախազգուշացված է։ Եվ ժամանակ կատարեք հետևյալ բովանդակության բանալու հայտարարությունը, ձեր դիմաց հայտարարությունը տված, բարձրաձայն ընթերցեք, նշելով ձեր անունը։ Ես Արամայիս Թախմազյանս ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունից։ Ինչ հարցաքննությունից սկսել է դատարանին հայտնեք մասնակիցներից, մասնավորապես ձեզանից աջ եւ ձեզանից ձախ նստած անձացից ում եք ճանաչում եւ եթե ճանաչում եք ինչ հարաբերությունների մեջ եք։ Դեմքով ճանաչում եմ փաստաբաններին, ճանաչում եմ Մկրտիչ եպիսկոպոսին, Տեր Գարեգինին եմ ճանաչում որպես միասին եկեղեցական ծառայություն անցած մարդիկ։ Իսկ մյուսները որպես փաստաբաններ գիտեն ոչ ավելին։ Այ արգելի նշեցիք, որ ճանաչում եք նկատիավներին, որպես եք ճանաչում։ Ինչ հանգամանքների Ծանոթացել եմ 2015 թվականին, երբ որ նշանակվել եմ Մայրաթուր Սուրբ Էջմիածին։ Գործնական ծանոթացումը եւ շփումը եղել է այդ շրջանում։ Նշվա ժամանակահատվածից ի վեր ծառայություն եք իրականացել Աղետացողի թեմում։ Այո։ Այդ որ եկեղեցում Թալինի Սուրբ Աստվածածին եւ Հարակից գյուղերի եկեղեցիներ որոշ։ Ինչ փոխհարաբերության մեջ է գտնվել Մեղանդյանների, ինչպես նաեւ նույն թեմում ծառայություն իրականացնող այլ մարդկանց։ Նորմալ աշխատանքային հիմնականում երբեմն եղել է շփումներ ոչ աշխատանքային, բայց հիմնականում աշխատանքային։ Որից է տարաձայնություն, վիճակայնություն։ Ոչ, չեմ ունեցել։ Այդ տեղեկացված է իշխերական վարորդի շրջանակներում եք։ Այո։ Անդրադառնանք այդ հանգամանքներին, հա։ Նշեցիք, որ ձեր ծառայությունը իրականացրել 15 թվականից, 15 թվականից ծառայությունը իրականացրել եք Աղետացողի թեմում։ Այո։ Այդ ժամանակահատվածում թեմի առաջնորդի կողմից աշխատանքային պրոցեսի մեջ ներառված է հավաքներ, այսինքն ժողովներ կազմակերպելը, ինչ-որ հարցեր Ժողովներ եղել են տարվա կտրվածքով 1, 2, 3 կամ ավել անգամներ, նայած տարի եւ եկեղեցու հետ կապված խնդիրներ են եղել հիմնականում։ Որպես կանոն տարեկան ժողովներ այդպես հաշվետու թեմական ժողովներ, ոչ ավելի ժողով։ Որ իրականացվել է թեմի առաջնորդի կողմից։ Որ իրականացվել է թեմի առաջնորդի կողմից հիմնականում կամ եղել է այդ ժողովների հավաքի վայրը Մուղնի Սուրբ Գևորգի տարածքում կամ եղել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքում կամ հազվադեպ եղել է նաև առաջնորդարան մաշտարակ։ Այն նշեցիք, որ տարվա կտրվածքով եղել են 2-3 ժողովներ։ Այդ կամ 4 ժողովների քանակը թվականական առումով, որովից է փոփոխություններ ենթարկվել է ի տարբերություն 15 թվականին կամ դրա մոտ տարիներին եւ օրինակ 20 թվականից
Չէ, հիմնականում կապված հրատապ հարցերի հետ էր կապված, ոչ ավելի։ Ինչ Դե եկեղեցական ժողով ա եղել, հավաքվել ենք, քննարկել ենք այս կամ այն հարցը, եկեղեցու մասում բերել կամ ցանկացած որոններ եկեղեցական կյանք վերաբերող է եղել։ Իսկ եկեղեցուն չվերաբերող կամ առնվազն ձեր կողմից ընկալվող, որ դա եկեղեցուն չի վերաբերում։ Նման ժողովների ընթացքում նման հարցեր քննարկվել են, թե ոչ։ Նման ժողով եղել է վերջի ժողով, որ ես մասնակցել եմ, որը որ հավաքվել էինք մեկ նպատակով մասում բերելու, բայց շատ կարճ է տևել, հիմնականում խոսել են Տեր Արամի հետ կապված հարցերից, որը վերջի ժողովն եղել, որ ես մասնակցել եմ, եւ դրանից առաջ, որը որ եղել է, դա առաջնորդանում գումարված ժողովն եղել, որը եկեղեցու հետ կապված խնդիր չի եղել։ Ինչ քաղաքական, որ մասնակցենք ընտրությունների։ Որ թվականին այդ ժողովը դե հիշել եք։ Չեմ կարող այս բանը բառացի հիշել, բայց խորհրդարանական ժողովը, որ 8-րդ գումարման պետք է ընտրություն տեղի ունենար, այդ ժամանակը որ թիվներ չեմ կարող։ Ազգային ժողովի 8-րդ պետք է 8-րդ նիստը գումարվեր դրա հետ կապված։ Այդ ժամանակ Բայց չեմ կարող էլի թվական հիշեմ դա երբ եղել։ Ես ասում եմ սրանից առաջ թե դա երբ է չեմ կարող հիշել։ Այդ ժամանակ ժողովը վարել է նախագահողը, այսպես ասած, հանդիսացել է թեմի առաջնորդը։ Միշտ է հանդիսացել թեմի առաջնորդը։ Այդ որ նշեցիք 8-րդ ազգային ժողովի ընտրությունների նախորդ տեղի ունեցած ժողովը։ Եկեք մանրամասնենք ինչ բնույթի խոսակցություն է եղել կամ բովանդակային առումով նպատակը որն է։ Բովանդակային առումով երկու բովանդակություն եմ հիշում, որտեղ որ ընտրություններին գործող իշխանությունները կանցնեն թե չկանցնի, քահանաները կարծիքներ են հայտնել, եւ վերջում արդեն բոլորիս հայտնի դարձած ում ընտրում եք ընտրեք բացի Նիկոլից արտահայտություն։ Ում կողմից է։ Առաջնորդի, ով որ ղեկավարում է թեմը, ով որ ժողովները վարում։ Այսինքն մկրտիչ եպիսկոպոս Այդ ժողովի ընթացքում մասնակից են եղել ձեր խոսքից ասված են, որ դուք եք մասնակից եղել, այդ ով ավելի մասնակից։ Դե ժողովին սովորաբար գալիս էին բոլոր քահանաները, չէին լինում այն քահանաները, ովքեր որ ենթադրենք Հայաստանի Հանրապետությունից բացակայում են կամ ժողովը գումարվել էր անսպասելի եւ քահանան ինչ-որ խնդիրներ ուներ, մեկ քահանա կարող է ենթադրենք չգար, ինչ-որ մի ժողով, բայց սովորաբար բոլորն է գալիս էին ժողովի։ Այդ թեմի առաջնորդի կողմից ուղղված խոսքը կոնկրետ ձեր նկարագրած հանգամանքին չի վերաբերում, առհասարակ, հա։ Թեմի առաջնորդի ուղղված խոսքը նույն թեմում ծառայություն իրականացնող հոգևոր գոհուներին, այդ ոնց է ընկալվում։ Այլ կերպ թեմի առաջնորդի խոսքը աներկբա ընդունելի է ձեր համար։ Նարարկում եմ հարցի դեմ, ես մի քանի անգամ չփորձեցի այդ ընդհատել, քանի որ հարցաքննություն բայց Արեն մեղադրողի հարցերը Խաչաձև հարցաքննության հրավառության են, ուղիղ հարցաքննություն չէ։ Արեն մեղադրողը այս բուրում չի օգտվում Խաչաձև հարցաքննության անուններից եւ հետեւաբար հարցերը պետք է հնչեցնի բացառապես ուղիղ, դրանցում որևէ պատասխան կամ պատասխանի ակնկալիք կամ դրան նմանվող արտահայտությունը չպետք է լինեն։ Խնդրեմ անեք հարցը կամ հանրային վերաձևակերպել այնպիսի հարցեր ուղղորդող հարցերը։ Պատվաժան դատա նշված հանրակցության կապակցության նշեմ, որ իմ կողմից տրված հարցը ուղղորդող հարց չի, այն հանգամանքով պայմանավորված, որ նախ դուժողից պարզվում են հանգամանքը, թե թեմի առաջնորդի խոսքը, որպես այդպիսին անվերապահ ընդունելի է թեմում բոլոր հոգևորականների կողմից, թե ոչ, հետևաբար ուղղորդող հարց իմ կողմից չի հնչեցվել, հետևաբար շարվի կույն կողմից տրված հարցը։ Ավելի շատ վերաձևակերպում են, որ ուղիղ հարցն են հնչի։
Պատվաշն դատան ուղիղ հարցը ըստ էության նույն կերպ են հնչելու, բայց կվերաձևակերպեմ այնքանով, որքանով հնարավոր է։ Թեմի առաջնորդը ժողովների ընթացքում կամ դրանից դուրս տրված հանձնարարությունները անվերապահ պետք է կատարվեն, թե ոչ։ Իհարկե, այո։ Թեմի առաջնորդը։ Պատվաշն դատարան հարցի միտքը թե կանոնը դրանում, եթե կարող եք ավելի ուրիշը վերաձևակերպել, պատվաշն դատարան վերաձևակերպեք։ Ընդհանուր առմամբ միտքը նշեցի տվել հարցի, ինչու՞ն եք անում։ Պատվաշն դատարան հարցի սկզբանե ունի հնչեցված էր։ Ինչպես են կարվում թեմի առաջնորդի հանձնարարությունները։ Եվ այդ հարցին պետք է հնչել պատասխան, ոչ թե դրան մի հատ էլ ավելացվել, այդ դա անվերապահ կատարման է, թե ոչ, որը արդեն իսկ իր մեջ պատասխան էր ակնկալում։ Հարցերը բազմազան էին, արդեն ուժողը բոլոր պատասխանները հնարավոր լսեց, կարծում եմ, որ առարկայազոր տարանց հարցը։ Շարունակենք նշեցիք, որ տվյալ օրը իսկ նշված ժողովի ընթացքում քննարկվել են այլ հարցեր, որը ըստ ձեզ վերաբերել է եկեղեցին։ Չեմ կարող հիշել։ Շատ լավ։ Հնարավոր է եւ քննարկվել է, հնարավոր է որ ոչ։ Բայց փաստացի չեմ հիշում։ Բացի նշված արտահայտությունից, թեմի առաջնորդի կողմից այլ արտահայտություններ հնչեցվել են, թե ոչ, որը ըստ ձեզ չեմ կարող հիշել։ Այդ օրինակ դուք մասնակցել եք որևէ ուսուցչության կողմից կազմակերպված հավաքների։ Այո։ Ձեր կամքով եք մասնակցել հավաքներին։ Ոչ։ Ում կամքով եք մասնակցել։ Թեմում կար WhatsApp հեռախոսային համակարգ, որտեղ որ քահանաներին հրահանգ էր գալի, որ պետք է մասնակցել այս կամ այն ցուցակ էին գրում եւ այս ցուցակի մասնակցություն էին ունենում։ Ով է վարում նշված։ Չեմ կարող ասել, ցանկացած մեկը կարող էր վարել։ Հստակ չգիտեմ ով է վարել, ում մոտ է եղել կամ բոլորս հասանելի են, բոլորս կարող են գրություն գրել WhatsApp-ով, բայց չեմ կարող հիշել, թե իմանալ թե ով է վարել, ում կողմից է վարվել։ Լավ, տվյալ անձը ով որ վարել է WhatsApp-ով։ Ցուցակ կազմելը իր կամաճուկներ, այսպես ասած, այսինքն ցուցակում ներգրաված անձին տվյալ անձն է, որոշի ով պետք է ներգրավի, թե ոչ պատասխանենք։ Պատվաշն դատարան առարկում եմ ինչ ցուցակի մասին։ Տենց հանգրման կառասարակ ուժողը հայտնել է, որ նա դեռ հարցում են ցուցակ վարել է թե չէ։ Պատասխանը դատարան քիչ առաջ հայտնեց նման հանգրման մասին ըստեյության։ Ուրիշ անգամ ես։ Ես չեմ կարող ասել, որովհետև յուրաքանչյուր ոք կարող է WhatsApp-ից այդ տեղեկությունն ուղարկել։ Այն ինչ տեղեկություն է մասին խոսքում։ Ենթադրենք, որ այսինչ օրը ցույց կա, ովքեր են գնալու։ Նշում էր ովքեր են գնալու։ Նաև նշվում էր ովքեր են գնալու, նաև ովքեր որ, քանի որ քահանայի ծառայությունը, այսպես ասեմ, քահանան ինքը չի որոշում իր ծառայության ժամերը, որտեղ մարդիկ գալիս են կնում, սա կամ այլ արարողություններ պայմանելու, նախապես պայմանավորվում են, եւ դու չգիտես, որ ենթադրենք ամսի 5-ին պայմանավորվել են ինչ-որ մկրտություն, ինչ-որ X ժամի, եւ դու չգիտես, որ 1 ամիս հետո այդ ամսի 5-ին ցույց լինելու է, թե չէ։ Եվ փորձում ենք հարմարեցնել այդ տեսանկյունից։ Ում հարմար կլիներ կամ եթե, չգիտեմ, ոնց ստացվում էր։ Որտեղ եղել է, որ ես ինձ հարմար չի եղել, չեմ գնացել, փոխել եմ ենթադրում, որ այսօր ինձ հարմար չի, մյուսն փոխել, լինում էր նման բաներ։ Դա լավ, որը փոխում ենք, այդ փոխված օրը ցույցերին մասնակցելը ձեր կամքով է, թե ձեր կամքով չի։ Ոչ, եթե ցուցակով պետք է գնայինք, այդ կամքը ո՞րն է։ Առհասարակ ձեր կամքը բացակայել է։ Մա ես չեմ ցանկացել որևէ ցույցերի մասնակցել։ Դրա հետ կապված բարձրաձայնել եք, օրինակ։ Ոչ, հստակ ոչ։ Այ որ չեք բարձրաձայնել, ինչն է։ Իմաստ չեմ տեսել։ Ինչու՞։ Դե որովհետև դու ծառայում ես թեմում, դու ենթակա մարդ ես, դու եթե ձայն բարձրացնես,
խնդիրներ կստեղծվի։ Թե ինչ խնդիրներ, ինչպիսի խնդիրներ, երբ ոնց չեմ կարող ասել։ Իսկ լավ արդյունքում ով է որոշում, ով մասնակցի ցույցին։ Չեմ կարող ասել։ Ով է որոշել, հստակ չգիտեմ ով է որոշել։ Լավ, թեմու նման հարցերը ով կարող որոշել։ Առաջնորդը ինքը իրավասու է քահանային ասել դու գնա այստեղ, դու արի այստեղ, դու ուրիշ ոչ մեկ։ Ենթադրենք չի կարող ասենք Տեր Գարեգինին ինձ ասի, որ դեր դու պետք է գնաս։ Ինքը ինպես քահանա է, ինքը չի կարող ասել։ Իսկ կարա օրինակ փոխանցի ինչ-որ մեկի խոսքը։ Կարա փոխանցի, իհարկե կարա։ Իսկ փոխանցել է ձեզ Տեր Գարեգինը։ Չեմ հիշում Տեր Գարեգինին, որ փոխանցել է, թե ով է փոխանցել, որտեվ WhatsApp-ում հստակ այդ ձևաչափը մոտավորապես բոլորիս հասկանալի է եւ այդ ձևաչափով ընդառաջ էին գնում, թե հիմա ով է փոխանցել, ով չի փոխանցել, դա ընդհանրապես էական չէր։ Այ դե իշեք հավաքների ժամանակահատվածը ունի որ ըստ առանց կամքի գնացել։ Չէ, այս բանը չեմ կարող հիշել։ Ժամանակահատված չեմ կարող հիշել։ Լավ, իշեք ո՞ր ուսուցան ոնց է բացատրել։ Չգիտեմ դա կուսակցություններ թե չէ, բայց Ռոբերտ Քոչարյանի ցույց էր։ Հանրությանը հայտնի էր որպես Ռոբերտ Քոչարյանի ցույց էր։ Կամ ընդդիմության ցույց էր, այսպես ասեմ։ Լավ, դուք գնում եք ինչ նպատակ է հետապնդում ցույցերին հասնացել։ Չեմ կարող ասել։ Մեզ համար որևէ նպատակ չէր հետամ։ Պարզապես ինչ-որ մի ավել խնդիր, ավել հոգս, որ պետք է դու գրաս ենթադրի քանոնից հասնես Երևան, ինչ-որ կանգնում ես կապայով ինչ-որ միտեղ քանոնները հավաքվել, ուրիշ բան չի եղել, պրոցես տեղի չունեց, որ ասեմ ակտիվներ գրաված են եղել ինչ-որ պրոցեսների մեջ, ոչ պարզապես դրանով պարզ չէր ձեր ինձ համար հիմա էլ պարզ չի։ Ոչ թե հարցի միտքը, ոչ թե նպատակը ըստ ձեզ, այլ առհասարակ ինձ համար պարզ չի եղել, մենք ինչ ենք գնում։ Հիմա էլ պարզ չի, մենք ինչ ենք գնացել։ Որտեվ գնում ենք, ասենք քահանաները հավաքվում ենք, ինչ-որ մի տեղ կանգնում ենք պարզապես։ Կանգնում ենք, զրուցում ենք։ Տեր Գարեգինն էլ եղել, չգիտեմ, այստեղ քահանաներ կան, իրանց հետ էլ եղել, ուղղակի զրուցում ենք ընդհանրապես։ այլ եղել է, որ իշխող կուսակցության կողմից կազմակերպված հավաքի կամ ցույցի մասնակցել։ Ոչ։ Դու բացառապես ընդդիմության Այո, այո։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների, որ հետագայում հետազոտվել է դատարանում, մասնավորապես հեռախոսային խոսակցության լեզվաների տեղակայումների հետ կապված, որը զննությանը ենթարկվել ստեղ կոնկրետ հստակ օրեր կան, որը զննությամբ բացվել է, որ դուք տվյալ ժամանակահատվածում գտնվել եք Երևանում։ Այդ տվյալ ժամանակահատվածում, երբ որ դուք գտնվել եք Երևանում, որը որ զննության է ենթարկվել դատարանում, կոնկրետ տվյալով։ Այդ օրերին դուք մասնակցել եք հավաքներին։ Պատվիրան դատարան առարկում եմ հարցնեմ, եթե թույլ տաք։ Նա զննությամբ որևէ այդպիսի հանգամանք առկա չէ, կոնկրետ օրերի, որ արձանագրված լինի, կարող է հանրային մեղադրողը բացել այն ապացույցը, որ ինքը բերել է դատարան քննիչի զննությանը, զննության արձանագրության մեջ այդպիսի հավաստումներ չկան, եթե կոնկրետ օրեր կան, որոնք մենք էլ ուսումնասիրել ենք եւ մեզ համար պարզ է, խնդրեմ նստակեցնել, թե կոնկրետ որվա մասին է խոսում։ Դե հա, դատարանը նույնպես արձանագրել, տվյալ ժամանակահատվածը մասնավորեցրեք, որ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Պատվիրան դատարան, շատ տեղական ակտիվներից Կանտան։ Ոչ Պատվիրան դատարանում հետազոտվել է 25 թվականի դեկտեմբերի 16-ին
նախաքննության ընթացքում քննիչ կոմիսիոնության ենթարկելու մասին անձնագրությունը, որի համաձայն զննության մեջ բերվել է բացվել է համապատասխան արհյուսակը վերջինիս դերակայունների հետ կապված, կոնկրետ Արմեստ Թախմազյանի, եւ դրան հաջորդել է հետեւյալը, որի կոնկրետ Արամայս Թախմազյանի կողմից կոնկրետ նշվել են օրեր, որոնք որ տվյալ օրերին ինքը մասնակից չի եղել հավաքներին, իսկ նշվել են օրեր, որ տվյալ օրը ինքը մասնակից է եղել ուրեմն հավաքներին։ Հետևաբար իմ հարցադրումը բխում էր զննությամբ արձանագրված հանգամանքներից, մասնավորապես պատվարժան դատարան ձեր թույլտվությամբ նշեմ տվյալ հատվածը, որ Արհյուսակից հետո, երբ որ հստակ արձանագրվել են օրերը եւ տեղակայումները եւ անգամների միջոցով տվել է Երևան քաղաքի համապատասխան հասցեները, վերջինս Արամայս Թախմազյանով մասնակից է զննության որպես ատեսն զննության արձանագրության համաձայն ավելի շատ ցուցմունքյան։ Պատվարժան դատարան, ես իմ խոսքը չհավատացի։ Ես դրա համար չթողեցի որ ասեք Թախմազյանը ինչ է ասել։ Դուք հստակ առանց մի ասեք Թախմազյանը ինչ ասել։ Ձեր հարցը վերաձգեցվեկան հստակ նշեք։ Այս ժամանակը եղել թե չեք եղել։ Լավ։ Քանի որ ըստ էության ծավալային առումով շատ են պատվարժան դատարան, իսկ զննության ընթացքում հենց որոշակի օրերի մասով դրա համար ընդհանուր առումով նշեցի։ Թե որտեղ պատվարժան դատարան, ես հիմնավորում եմ այդ առարկությունը, ըստ էության տեսեք, հիմա այն ինչ որ գործում է անի մեղադրողը հրապարակի նախաքննական ցուցմունք։ Ըստ էության դրա համար ոչ միայն մենք ես պնդում եմ, որ հրապարակի կոնկրետ օրերը ասի, այս օրերին չգիտեմ կամ այլ հստակ այն հատվածը զննության, որը կատարվել է եւ դրանից բխող տվյալներ են։ Շատ դա պատվարժան դատարան։ Այդ հարգելի վկա 2023 թվականի հոկտեմբերի 26-ին դուք մասնակցել եք։ Չեմ կարող հիշել։ Հստակ օրով ժամով չեմ կարող հիշել, որտեղ որևէ տեղ ոչ մեկի մոտ չի արձանագրվել, ինձ թվում է ոչ մի քահանայի մոտ չի արձանագրվել, որ ես այս ինչ օրը գնացել եմ կամ այն ինչ օրն եմ գնացել։ Հետևաբար անկեղծ պիտի լինեմ, չեմ կարող օր եւ ժամ նշել։ Այսինքն ըստ էության իմ կողմից հաջորդի հրապարակվող օրերին նույնպես օրերով չեմ կարող մանրամասն հիշել։ Այդ չհիշելու պատճառը ի՞նչն է դառնում։ Երկար ժամանակ անց է եւ դա այնց ինֆորմացիա չէ, որ կարևոր է հիշել։ Թե երբ են գնացել, որ օրն են գնացել, որտեղ պետք է հարմար գնա, ստացվել է, գնացել են եւ վերջ։ Շատ չենք խորացել այսօր հիշենք այս ինչի հետ կապված, որովհետեւ sense process կլինի։ Այդ նշված գործողությունը, ինչը նույնիսկ նախորդի նշվեց, մասնավորապես քննիչ կոմիսիոնություն ենթարկելու մասին, զննություն իրականացնելու որոշ իրականացնելու ձեր այն ժամանակ դուք եք մասնակից եղել տվյալ զննությանը։ Այդ տվյալ զննության ձեր կողմից հայտնած տվյալ զննության ընթացքում, ձեր հիշողությունը ավելի թարմ էր, քան հիմա։ Կարծում եմ այո։ Լավ, այդ հավաքների ընթացքում Արմեն Աշոտի Արսենյանը, Դավիթ Քահանա, հավաքների կազմակերպման առումով, որը գուցե գործառույթ ունեցել է թե ոչ։ Չեմ կարծում ինքը որևէ ինչ-որ ինքը մաքսիմում կարող ասենք ինչ-որ ինֆորմացիա փոխանցել, որը կարող է ցանկացած մեկը։ Կարող քահանա չլիներ, որովհետև դեր այլ ֆունկցիա չուներ անպայման ինֆորմացիա փոխանցելը։ Ինֆորմացիա փոխանցել է թե ոչ։ Չեմ կարող հիշել ով է փոխանցել ինֆորմացիա։ Կարող WhatsApp-ով գրվել է, բայց որ
Դեր Գարեգին անձամբ զանգի եւ այլն ասի որ սենց գնա ցույցի եւ այլն չեմ հիշում նման բան, որևէ նման բան չեմ հիշում։ Որևէ քանայի կապած որ ինքը նման բան արի։ Կարող է դեր Գարեգին զանգի ասի ենթադրենք այսօր չգիտեմ Էջ բան աշտարակում գործ կա, կգաս թե չէ։ Ենթադրենք ինչ որ թուղթ պիտի վերցնես կամ թուղթ պիտի տանես կամ ինչ որ խնդիր կա։ Նման բաներ հա կարող արել է որպես իր աշտարակից լինել, բայց ցույցերի հետ կապված չեմ հիշում որ Տեր Գարեգինը ինչ որ բան արած լինի։ Կարող է ինչ որ ինֆորմացիա փոխանցել, հա, բայց ինքը իր իրավասությունը չունեցող անձ է, որ ինֆորմացիա փոխանցի։ Նշված ցույցերին դուք քաղաքացիական հաղորդով եք մասնակցել։ Ես անձամբ հիշում եմ, որ եկեղեցական զգեստերով եմ մասնակցել, եղել է դեպք, որ նաև քաղաքացիական զգեստով եմ եղել։ Այն քաղաքացիական զգեստով ինչու եմ ես տպավորել, որովհետև նոր էինք սկսում գնալ, առաջի երևի 1-2-ը գնացել եմ։ Այ ինչ հանգամանք ստեղծվեց, որ հետո արդեն քաղաքացիական հաղորդով փոխեցիք։ Դե կանոնը մի քանի կանոնա գնում էինք, դից կամ հագնում էինք միասին, կամ չէինք հագնում միասին, ինչ որ անում էինք, միասին էինք անում, որպեսզի ուղղակի իրարից չտարբերվենք։ Կոնկրետ ձեզ հանձնարարված եղել է, թե ինչ հագուստով օրինակ մասնակցել հավաքել։ Չեմ հիշում։ Բայց հիշում եմ, որ ես եղել եմ կանոնայի զգեստով եւ եղել եմ ոչ կանոնայի զգեստով։ Երկու պարագա եղել է, բայց որ ինձ կոնկրետ հանձնարարած լինեն, չեմ հիշում նման հաստ։ Այ նշեցիք, որ տեղյակ չեք նպատակի մասին, թե ինչ նպատակով եք գնում մասնակցում ցույցերին։ Այնուամենայնիվ այդ ցույցերի մասնակցելու ընթացքում ձեզ ինչ-որ մի գործառույթ հանձնարարված է կամ գործողություն հանձնարարված եղել է, թե ոչ։ Կամ ձեր ցույցերին մասնակցելու փաստը հավաստող որից է անձամբ ես ձերից պահանջվել է, թե ոչ։ Դեպք եմ հիշում անձամբ ես, որ ես զանգել եմ Տեր Եսայի քահանային, որ ասել եմ ես այստեղ եմ, մի քանի քահանաներով այստեղ ենք, որտեղ ինքը պետք է գար, էլի չգիտեմ ինչի ինքը պետք է գար, էլի չգիտեմ ինչի պիտի իրան զանգենք, ինքը մեր թեմի հետ ընդհանրապես կապ չուներ, զանգել եմ, խոսել եմ, բայց չի եկել, ասել է հա այստեղ եմ, բայց ենթադրել եմ, որ ինքը այդտեղ ընդհանրապես չի։ Ասել ես այս մի հատվածում եմ, մի հատվածում այլ էր։ Ուրեմն խնդրում եմ կրկնեք ձեր հավաքներին մասնակցելու փաստը հավաստող ինչ-որ տվյալ պահանջվել է ձեզ, թե ոչ։ Անձամբ ինձանից ոչ։ Իսկ ումից է պահանջվել։ Չեմ կարող ասել։ Բայց փաստ, որ մենք պետք է զանգեինք, օրինակ Տեր Եսային հիշում եմ, որ զանգել եմ, ես անձամբ զանգել եմ։ Որ մենք այստեղ ենք, ինքը պետք է գար, բայց գար թե մեզ հաշվեր, որ այնտեղ ենք, թե որ ազնիվ ենք գնացել ենք, թե խապել ենք, որ չեն գնացել, չգիտեմ։ Բայց չի եկել։ Այդ օրը չի եկել։ Լավ, թե այդպես չէի կարող ասել, որ գնացել եք օրինակ հավաքին, բայց գնացել չլինի։ Ոչ, մենք ավելի ազնիվ ենք։ Մեր այուն այո է, ոչը ոչը։ Իսկ այլ կերպ կան ձեր խոսքը։ Դե այնտեղ քահանաներ կային, միգուցե մի քահանա իրենք ուղարկում էին մի 3-4 քահաներ, որ այդ քահանայից հետո հարցնում էին, չգիտեմ, բայց ինձ չի եղել որ հարցնեմ։ Լուսանկարվել եք հավաքվում։ Հա։ Ոչ միայն մենք ենք լուսանկարել, այլ մեզ էլ են լուսանկարել շատ։ Այ լավ, ձեր կողմից լուսանկարվելու նպատակը ո՞րն է։ Ես կարող եմ ենթադրել, որ այդ լուսանկարը նրա համար եղել, որ փաստ է, փաստ ապացույց, որ մենք այնտեղ եղել ենք։ Բայց ես կարծում եմ, մեր հոգևորականները տառնով ազնիվ էին, եթե ասում էին այո, ուրեմն գնում էին, եթե ասում էին ոչ, չէին գնում, վերջ։ Բայց լրացուցիչ կարող է ինչ-որ կարիք է ունեցել հավատարմությունը ստուգելու համար։ Լուսանկարի միջոցով կամ հենց այդ նույն, որ ես զանգել եմ։ Լավ, վերադառնանք կար ժողովին, որի ընթացքում թեմի առաջնորդի կողմից նշեցիք հայտնել է հանգամանք, որում ինչ-որ խմբակցությունից։ Այն թեմի առաջնորդի խոսքը ձեր համար հարկադրանք եղել է, թե ոչ։
ուղղորդում։ Այսինքն որպես քվեախցիկի մեջ ես կարող եմ չանել, բայց դա դիտարկել եմ որպես ուղղորդում։ Իսկ հարկադրանքը որպես ուղղորդում չեմ կարող ասել հարկադրանքը որպես ուղղորդում, բայց դա ուղղորդում եմ դիտարկել։ Այլացում եմ Շատ լավ։ Դու կարծել եք։ հարցեր։ Լսում ձեզ արգել ուշքունդեր, սկսենք երևի։ Մի մարդեն նախադասություն։ Շատ լավ։ Արգել դուժով, խնդրեմ ասեք, որտեղ եք բնակվել դուք հիմնական։ Քանի քաղաքում։ Ասեք ձեր հեռախոսահամարը, ինչ հեռախոսահամար Քանի որ այս պայն կարծեմ շողակաթուղիի եթերագնում հրաժարվում եմ, բայց կարող եմ վերել փոխանցել ձեզ։ Իմ հեռախոսահամարը չի ուզի հանրային դառնար։ Բայց կարող եմ վերել եւ փոխանցել ձեզ տեղեկացնեմ, որ հանրային հեռուստաընկերություն թե որ հեռուստաընկերությունն ա ուղի եթե հեռարձակում, ձեր հեռախոսահամարը արդեն ստնչեցվել է այս դատական իսկի ընթացքում։ Ուրեմն բաց թողումը դա համարվել։ Դա ոչ իմ մեղքով, ոչ իմ մեղքով։ Դա չգիտեմ որ պետք է մտածեր ավելի լուրջ այդ մասին, բայց պետք է մտածեր անգամ։ Ապրոժն դա ներողություն եմ խնդրում, ամեն դեպքում դուժողին զգուշացնենք այն հանգամանքը, որ ըստ էության դատականության ընթացքում հետազոտված ապացույցների կամ ծավալի կամ ձևի բովանդակության առումով ըստ էության դուժողը զրկված է նման գնահատականներ չստելուց։ Ձեր հեռախոսային ծանոթները սնչեցվել է, հետազոտվել են այդ ապացույցները, արդեն դա հանրահայտ բան, քիչ առաջ նույնպես դա Կարծում եմ հաշվի առնելով որ անվտանգության միջոց հետ կիրառված ձեր նկատմամբ տեսանկյունից էր ձեր մտահոգությունը։ Ոչ միայն այդ պարզապես իմ հեռախոսահամարը, չեմ ուզում հասարակությունը։ Դա վերջի 4 նիշը կասեք կոնը։ 01 վերջինը կասեմ 01 8801 050 թող 8801 վերջի 4 նիշ։ Աշխատել ավսամարը ինչքան ժամանակ է ձեր մոտ։ Բավականին երկար։ Տեսեք, նայ մեղադրող ձեզ հարց տվեց, թե հիշում եք արդյոք հավաքների մասնակցել եք կոնկրետ երբ եք մասնակցել, նշեցիք, որ չեք հիշում։ Եղել է դեպք, որ օրինակ հիշեք, որ հավաքը եղել է եւ իշխանության կողմից կազմակերպված եւ ընդդիմության։ Այո։ Մեկ օր եղել է, որ եւ այն կողմը կար, եւ այս կողմը կար, երկու կողմն էլ ընդդիմությունը կազմակերպում էր Բաղրամյան փողոցում, եթե չեմ սխալվում, իշխանությունը կարծեմ օպերայում։ Իրարից գիտեմ, որ ոչ շատ հեռու է։ Հնարավոր է այդ օրը հոկտեմբերի 7-ն է։ Չեմ կարող որոք հիշել։ Ինչի որտեղ ըստ գործի նյութերի դուք այդպիսի պնդում եք արել, քանի որ հստակ հիշել եք դեր համար առանցքային կարևոր է եղել։ Պատվոժն դատարանը առարկում է, ըստ էության նշված հարցադրումը իմ կողմից հնչեցվել է դուժողին, դուժողը նշեց, որ չեմ հիշում, հաջորդի նշեցի, որ մնացած օրերներ հրապարակեն կերպ չեք հիշելու, ասեց այո, պատճառաբանելով, որ ըստ էության տևական ժամանակ է ասել, հիշողության հետ կապված է։ Հետևաբար առարկումը նշված հարց։ Պատվոժն դատարան հարց հնչեցվել է, որ իշխանական եւ ընդդիմադիր ուժերը միաժամանակ ցույց էին արել։ Կան այդպիսի հանգամանք։ Պատվոժն դատարան իմ առարկությունը չէր վերաբերում։ Հարցը կոնկրետ ներեցություն վերաբերում է հենց կոնկրետ այդ հանգամանքը։ Պատվոժն դատարան առարկությունս վերաբերում է կոնկրետ Ժամանակահատվածը վերաբերելով արդեն իսկ վերջերս հայտնել էր ինչ-որ հայտնել էր։ Հասկանալի է ձեր հարցը պարունակում է նաև այլ կոմպոնենտ, մասնավորապես երկու կողմի ցույցերը, բայց ժամանակահատվածը վերաբերելով վերջերս դիրքորոշում արդեն նշել։ Տեսեք, ըստ մեղադրանքի այդ հավաքները վերաբերել են 2023 թվականի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին։ Այդ ձեր պատմած իրադարձությունները
Բացառապես այդ ժամանակահատվածին է վերաբերում, թե հնարավոր է ժամանակահատվածից դուրս էլ ինչ-որ իրադարձություն տեղի ունեցած։ Չեմ կարող ասել ինչ-որ ժամանակահատվածում ինչ իրադարձություններ են տեղի ունեցել։ Դրա համար ես սկզբից նշեցի, որ պետք է ազգային ժողովի 8-րդ գումարման խնդիր լուծվեր, կարծեմ։ Ես այդպես եմ հիշում, միգուցե եւ սխալվում եմ իմ հիշողության մեջ, բայց կարծում եմ այդ հատվածները պետք է լինեն, բայց կոնկրետ ամիսները, թե հոկտեմբեր, նոյեմբեր ա եղել, թե սեպտեմբեր ներառյալ ա եղել, թե ոչ չեմ կարող ասել։ Այդ տեսեք, դուք ձեր խոսքում նշեցիք, որ այդ հավաքներին նույնիսկ մասնակցել եք ձեր Գարեգինի հետ։ Այո։ Հենց հարցս դրա հետ էր կապված, որ կոնկրետ հոկտեմբեր, նոյեմբերին եք մասնակցել, թե դրանից հնարավոր է նաև ուշ կամ շուտ։ Չեմ կարող հիշել։ Դե Գարեգինի հետ շատ վաղուց մեկ անգամ ինչ-որ մի բանի մասնակցել եմ, բայց չեմ կարող հիշել։ Դուք հիշում եք Տեր Գարեգինը այդ ժամանակահատվածում երկիր բացակայել, թե ոչ։ Չեմ կարող հիշել։ Շատ չի հետաքրքիր որ ժամանակահատվածում ով է բացակայել։ Միգուցե բացակայել է, միգուցե ոչ, չգիտեմ այդ ընթացքում։ Իսկ եթե ձեզ տվյալ հայտնեմ, որ Տեր Գարեգինը այդ ձեր նշած ժամանակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգներում է եղել, ձեզ ինչ-որ մի բան կհուշի կամ կուղղորդի հանգամանք։ Գիտեմ, որ ինքը եղել է, բայց ժամանակահատվածը չեմ հիշել, չեմ կարող հիշել։ Այդ տեսեք, դուք նախաքննության ընթացքում տվյալ եք հայտնել, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին վստահաբար պնդում եք կատարել, որ մասնակցել եք ցույցի եւ այդ ցույցը ինչով է ձեզ մեջ տպավորվել, քանի որ միաժամանակ եւ իշխանական եւ ընդդիմադիր ցույց է տեղի ունեցել։ Իմ մեջ տպավորվել է, որ երկու կողմը ցույց են տալիս։ Հարցս կայանում է հետևյալում։ Նույն դատարան ներկայացված հեռախոսային խոսակցությունների վերծանումների համապատասխան տվյալների, ինչպես ձեր մուտքային, այնպես էլ ձեր ելքային զանգերի ամբողջ հոկտեմբերի 7-ի ընթացքում սպասարկվել է Արագածոտնի մարզի ակունք, Թալին Շահումյան 1, Ոսկե Թաս, Թալին Շահումյան 1, ակունք, Պատնախյուր 5, այդ հասցեներում տեղակայված հեռախոսային կայաններ։ Նրանից չի ենթադրվում, որ դուք բացառապես Արագածոտնի մարզում եք եղել։ Բաժան դատան առաջումը ըստ էության հրապարակվեց պաշտպանի կողմից զննության արձանագրված ըստ էության որոշակի հանգամանքներ, բայց հոկտեմբերի 7-ի զննության կապակցությամբ բաժան դատան նշել, որ հենց 27 թվականի հոկտեմբերի 7-ին Արամայիս Թարմազյանի հեռախոսամարը սպասարկվել է ուրեմն Երևան քաղաքում համապատասխան հասցեներով, հետևաբար ըստ էության հոկտեմբերի 7-ին։ Այո, ցույց տվեք։ Որ է, ես կապակցությամբ մի հայտարարություն